Հովհաննիսյանը, ըստ ավանդույթի, խնդրեմ պարոն Հովհաննիսյան։ Տիկին Վարդանյան, շնորհակալություն, հարգելի նախագահողներ, ես հույս ունեմ, որ կան ավանդույթներ, որոնք փոփոխման ենթակա են, եւ այս ավանդույթը նույնպես կարծում եմ կարելի է փոփոխել, որովհետեւ ըստ էության ֆինանսների նախարարի ներկայացումը մեծ հաշվով արժեք չի ավելացնում այս քննարկմանը եւ իհարկե դա հետագայում կքննարկենք։ Ինչ վերաբերում է Պարոն Հովհաննիսյան, ձեր ներկայացումը միշտ արժեք ավելացնում, համեստություն պետք չի անել։ Եթե խոսենք մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջեից, ապա այստեղ մեծ սենսացիաներ չկան, 602 միլիոն դրամ է նախատեսված գրասենյակի աշխատանքները իրականացնելու համար, մենք ունենք այստեղ 15 միլիոն դրամով ավելացում, համեմատած նախորդ տարվա հետ, որը պայմանավորված է նախորդ տարվա համեմատությամբ տեխնիկական հագեցվածության բարելավման գծով նախատեսված 8 միլիոն դրամը չնախատեսելով այս տարի, ինչպես առիթ ունեցել եմ ներկայացնելու այս տարի տեխնիկական հագեցվածության գծով միջոցներ չենք նախատեսել բոլոր պետական մարմիններում եւ 23 միլիոն դրամ ավելացել է պահպանման ծախսերում, աշխատավարձի եւ այլ ապարատի պահպանման աշխատանքներում, երևի այսքանը։ Շնորհակալություն։ Մնացած հոդվածներով որևէ փոփոխություն չունենք։ Շնորհակալություն, ֆինանսական մասով հարցեր կան, հարգելի պատգամավորներ։ Եթե չկան, շնորհակալություն պարոն Հովհաննիսյան ձեր տրամադրած ժամանակի համար եւ նիստի նախագահությունը, այո, հանձնում եմ պարոն Բակոյան, խնդրեմ պարոն Բակոյան, որպեսզի հրավիրեք տիկին Մանասյանին։ Շնորհակալություն տիկին Վարդանյան, հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Համատեղ նիստի օրակարգում է մարդու իրավունքներին եւ հանրային հարցերին առնչվող բյուջետային ծախսերը, ոլորտային հարցերը ներկայացնելու մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանը եւ հրավիրում ենք ձեզ տիկին Մանասյան, համեցիկ։ Շնորհակալ եմ, հարգելի նախագահողներ, հարգելի գործընկերներ, ըստ էության ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ ներկայացվեց հարցին առնչվող թվային ամբողջ տեղեկատվությունը, հետևաբար ինքս դրան չեմ անդրադառնա, կանդրադառնամ երևի թե նախարարի կողմից հնչեցված այն հիմնական մտքին, որ այստեղ սենսացիաներ չկան եւ կարծում եմ, որ դա է այն հիմնական բացասական տեղեկատվությունը, որը հաջորդ տարի պետք է փոփոխության ենթարկվի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե բոլոր միջազգային հանձնարարականներում, միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունները, միավորված ազգերի կազմակերպությունը իր տարբեր մարմինների միջոցով, Եվրոպայի խորհուրդ եւ մի շարք այլ մարմիններ Հայաստանին հանձնարարական են տվել, մասնավորապես ավելացնելու մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ հարցերի առնչվող ֆինանսավորումը, բայց մասնավորապես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կապված ֆինանսավորումը, որովհետեւ հստակ արձանագրվել է, որ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից բավարար չեն ռեսուրսները մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը տրամադրված մանդատի ամբողջ ծավալը պատշաճ մակարդակով իրականացնելու համար, հետեւաբար նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպությունները հանձնարարական են ներկայացրել բյուջեի հետ կապված բոլոր հիմնական քննարկումներն ու բանակցություններն առաջին հերթին ազգային ժողովի հետ վարել կոնկրետ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առումով, որովհետեւ ըստ տարատեսակ կազմակերպությունների գործադիր իշխանության հետ այդ բանակցությունները կարող են հանգեցնել նաև անկախության հետ կապված խնդիրների եւ անկախության սահմանափակման։ Ես առաջիկայում առաջարկելու եմ, որպեսզի այս բոլոր հանձնարարական
իրականների կատարման առումով մենք նաև առանձին քննարկումներ ունենանք, հստակորեն քննարկելով թե որ մանդատի կամ որ գործառույթի իրականացման դիտանկյունից ինչ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ տարվա համար առնվազն հնարավորություն ունենանք շատ ավելի ամբողջական ձևաչափով անդրադարձ կատարել նաև այդ միջազգային պարտավորությունների կատարմանը։ Ինքս նշեմ, որ հաստատությունում մենք պարբերաբար նաև համակարգային բարեփոխումների ծրագրեր ենք իրականացնում եւ նույնը շարունակում ենք թե այժմ, թե նաև շարունակելու ենք առաջիկայում, որովհետեւ կան մի շարք ոլորտներ, որոնք համակարգային առումով գրեթե մեծ քննարկման առիթ չեն եղել եւ հիմա դրա վրա շատ լուրջ ծավալով աշխատում ենք, մասնավորապես օրինակ անձնական տվյալների պաշտպանության հատուկ գործիքակազմերի ներդրումը ի նկատի ունեմ հենց հաստատության ներսում եւ հաստատության լիազորություններին առնչվող տարատեսակ հարցերով նաեւ հաստատությունից դուրս հաղորդակցության շրջանակներում թեպետ MIP հաստատությունները աշխարհի շատ լուրջ պաշտպանվածություն ունեն այս առումով նաեւ իրենց միջև վարվող հաղորդակցությունը պաշտպանելու նպատակով, բայց փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն շատ այլ երկրների Հայաստանում հաճախ են լինում դեպքերը, երբ այս հաղորդակցությունը այդ թվում այլ MIP հաստատությունների հետ դառնում է նաև այլ անձանց հասանելի տեղեկատվություն, որը ըստ գործող միջազգային չափանիշների շատ խնդրահարույց է, քանի որ հիմնականում խորհրդապահական պետք է լինի MIP հաստատությունների կողմից վարվող հաղորդակցությունը եւ նույնը իհարկե վերաբերում է հաստատության ներսում անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցերին։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ հաստատությունը իր հիմնական հերթական գնահատումն անցել է նախորդ տարի, շատ երկարատև եւ բարդ process էր։ Ուզում եմ սա հատուկ արձանագրել, որովհետեւ process-ը իրականացվում է միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմնի կողմից եւ գնահատվում է ինչպես մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանքը բովանդակային տեսանկյունից, վերջինիս անկախությունը եւ վստահելիությունը գնահատվում է նաեւ պետական իշխանության, պետական մարմինների կողմից հաստատության նկատմամբ հիմնական վերաբերմունքը, մոտեցումները նախորդ տարի մենք ըստ էության գնահատվել ենք ամենաբարձր կարգավիճակով անկախության եւ վստահելիության առումով եւ նաեւ ես անձնապես որպես մարդու իրավունքների պաշտպան իմ տարբեր գործընկեր օմբուդսմանների կողմից առաջադրվել եւ ընտրվել եմ նաեւ MIP հաստատությունները միավորող 1-2 մեծ կառույցների կառավարման խորհրդի անդամ, այսինքն այն խորհուրդների, որոնք պետք է նաեւ որոշեն այս հաստատությունների հետագա զարգացման տեսլականը ոչ թե ներպետական մակարդակում, այլ միջազգային մակարդակում։ Ուզում եմ հատուկ անդրադառնալ այն հանգամանքին, որ ի սկզբանե նշեցի, որ կան մի շարք հանձնարարականներ այս հաստատություններին առնչվող, որոնք պետությունը չի կատարել եւ ի սկզբանե երբ խոսեցի ֆինանսավորման ավելացման մասին, կուզենամ հատուկ արձանագրել, որ մեր ապագա քննարկումները, որոնք կառաջարկեմ կազմակերպել, կարծում եմ նաեւ հստակ պետք է վերաբերվեն նաեւ այդ պարտավորությունների կատարման ընթացքին, որովհետեւ դրանք հիմա էլ հստակ առանձնացրել ենք եւ պատրաստվում ենք շատ այսպես կառուցողական քննարկումներ վարել գործընկերների հետ, բայց նաեւ ուզում եմ արձանագրել լավ նորություն այս առումով, որովհետեւ մի քանի հանձնարարականների մասով, որոնք շատ վաղուց էին դեռևս տրվել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես հետո վերահաստատվել էին 2019 թվականին, մենք կարողացանք բավականին լուրջ զարգացում ունենալ, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության եւ իրավասու այլ մարմինների հետ համագործակցության արդյունքում հնարավորություն ունեցանք մշակելու օրենսդրական փոփոխությունների նախագիծ եւ նախագծի հեղինակը պարոն Բաքոյանը ըստ էության ներկայացրել էր ազգային ժողովում եւ արդեն երկրորդ ընթերցմամբ այդ փոփոխությունների նախագիծն ընդունվել է։ Շատ կարեւոր փոփոխություններ են հատկապես այն առումով, որ Սովորաբար, երբ պետությունները մարդու իրավունքների պաշտպանի հաստատություններին տարբեր մանդատներ են տրամադրում միջազգային տարբեր պարտավորությունների համատեքստում, երբեմն ուղղակի ամրագրում այդ մանդատներին իրենց օրենսդրությամբ չեն տալիս եւ միավորված ազգերի կազմակերպությունը մշտապես է պահանջում պետություններից, որպեսզի հնարավորինս նաեւ օրենսդրական մակարդակում այդ ձևակերպումները տրված լինեն։ Խոսքը օրինակ մարդու իրավունքների խթանման մանդատի մասին է, որը շատ վաղուց մեր հաստատությունը ունեցել է, քանի որ միավորված
ազգերի կազմակերպության կողմից ըստ էության վերջինս նաև որպես մարդու իրավունքների ազգային հաստատություն է գնահատվում, հետևաբար բացի օմբուդսմանական հաստատություն լինելուց նաև մարդու իրավունքների ազգային հաստատություն է, բայց մինչ այդ ուղղակիորեն լիազորությունները ամրագրված չեն եղել, այս օրենսդրական փոփոխությունների նախագծով դրանք ամրագրվել են։ Ուզում եմ հատուկ նշել, որ շատ մեծ ուշադրություն ենք դարձնում հանրային իրազեկման աշխատանքներին եւ ես անձնապես եմ Հայաստանի գրեթե բոլոր մարզեր մեկնում, երևի թե շաբաթ չկա, երբ ինքս չմեկնեմ մարզեր կամ շաբաթվա կտրվածքով աշխատակազմի ներկայացուցիչներն են մեկնում, տարբեր հանրային իրազեկման այսպես միջոցառումներ են ունենում, բայց նաեւ շատ կարեւոր եմ համարում շեշտադրել, որ Եվրոպայի խորհուրդը ունի մի շարք հանձնարարականներ, որոնցով նաեւ պետությանն է հանձնարարում իրազեկման աշխատանքներ իրականացնել հենց պետական մարմինների ներսում մարդու իրավունքների պաշտպանի մանդատի առնչությամբ, որովհետև երբեմն այս առումով եւս տարատեսակ իրավիճակների հանդիպում ենք, երբ մանդատը, դերը, անկախության ու անձեռնխելիության երաշխիքները ընդհանրապես պատշաճ պատկերացման չեն արժանանում եւ երբեմն այդ թվում մի դեպք է եղել, երբ պաշտոնական փաստաթղթի մակարդակով, այսպես անկախությանը միջամտության փորձեր են եղել, ինչը շատ կարևոր է նաև պետական մարմինների շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու առումով, բայց ես չեմ ուզենա իմ ներածական խոսքը շատ ծանրաբեռնել տարատեսակ հարցերով, որովհետև գրեթե անվերջ են մարդու իրավունքների պաշտպանության համակարգին առնչվող հարցերը եւ կառաջարկեմ պարզապես այստեղ ավարտել իմ ներածական խոսքը ու անդրադառնալ այն հարցադրումներին, որոնք ձեզ հետաքրքրական կլինեն ավելի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Մանասյան համապարփակ ներկայացնելու համար։ Ես կարծում եմ, որ ես էլ եմ կարծում, որ մի գրասենյակին պետք է այն գումարները, որոնք հատկացվում են ըստ էության քիչ են, որովհետև մի գրասենյակը իր գործունեությունը պետք է ավելի լայն թափով ծավալի եւ այն նախաձեռնությունը, որը երկրորդ ընթերցման արդեն ընդունվեց ազգային ժողովի կողմից, ենթադրում է, որ ձեր հաստատությունը ավելի ընդլայնվելու է եւ իր մեջ նոր մարդկանց թիվը, մասնագետների թիվը ավելացնելու եւ սա ենթադրում է, որ առնվազն նաև աշխատավարձերի առումով փոփոխությանը ենթարկվելու եւ ոչ միայն այս մասով կարծում եմ, որ մեր ֆինանսների նախարարը հաջորդ հանդիպման այս մասին կազդարարի, դա նշանակում է 2026 թվականին եւ ես հույս ունեմ, վստահ եմ, որ հենց պարոն Հովհաննիսյանը կներկայացնի։ Եթե կան հարցեր, ապա քանի որ հարցերը շատ են, հերթով արձանագրենք Տիկին Կամայևնա ջան, համեցեք։ Շնորհակալ եմ շատ։ Տիկին Մանասյան, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար, աշխատակազմի։ Այսօր որոշել եմ մի քանի հարց տալ, այդ հարցերը ոչ թե նրա համար են, որ աշխատանքներ չեն կատարել, այլ ընդհակառակը գիտեն, որ մեզ լսում են հասարակության տարբեր շերտեր, այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ ուզում եմ հնչեցնել այն հարցերը, որոնք գուցե ինձ են մտահոգում հասարակության լայն շերտերին։ Տեսեք, առաջին հարցս. վերջին շրջանում աճել են ատելության խոսքի եւ կիբերբռնության դեպքերը սոցիալական ցանցերում։ Հարցս. ինչ քայլեր է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանը նման երևույթները կանխելու եւ քաղաքացիների արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ։ Դուք գիտեք, որ իրոք շատացել են այդ դեպքերը։ Երկրորդ հարցս. որոնք են ձեր կարծիքով այս պահին Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ամենասուր եւ առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները։ Խնդրում եմ այս երկու հարցերին պատասխանեք, արձագանքից հետո ես եւս երկու հարց կտամ ձեզ։ Շնորհակալ եմ անչափ Տիկին Ղազարյան, շատ կարևոր հարցերի անդրադարձակ, ատելության խոսքի, կիբերբռնության, բուլինգի եւ այլ հարցերի առումով հատուկ արձանագրեմ, որ իհարկե կարծում եմ այս լսարանում բոլորն են տեղեկացված այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանը ունի գործնականում ուղղակիորեն գործիքներ կիրառելու մեթոդաբանություն այս խնդիրները լուծելու ուղղությամբ եւ իր մեթոդաբանությունը հիմնականում հանգում է նրան, որ բացահայտում է խնդիրները, հրապարակային խոսում է դրանց մասին, պահանջում է
իրավասու մարմիններից այդ խնդիրների լուծում եւ իրավունքների խթանման մանդատի համատեքստում, թե իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, թե մարդու իրավունքների կրթության միջոցով ենք փորձում խնդիրները լուծել, բայց հատուկ արձանագրեմ, որ ատելության խոսքի առումով Հայաստանում իրականում միջավայրը ընդհանրապես ընդունելի չէ, որովհետև ծավալները ոչ թե պարզապես շատ են, այլ ծավալներն այնպիսին են, որ երևի թե բացառիկ դեպքերում կարող ենք խոսել դրա բացակայության մասին եւ օրինաչափությունը հակառակը ատելության խոսքի արկայությունն է, նույնիսկ այսպես ըստ հանրային գործիչների խմբերի, քաղաքական դերակատարների կարող ենք տարանջատել ատելության խոսքի այն տեսակները, որոնք կոնկրետ դերակատարները տարածում են։ Այս առումով կարծում եմ ես բազմիցս եմ ոչ միայն հրապարակային խոսել, այլ նաև մեր միջազգային գործընկերների եւ պետական մի քանի մարմինների հետ համագործակցությամբ կարողացել ենք նաև համապատասխան միջոցառումներ իրականացնել, կազմակերպել միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մենք սկսել ենք թիրախավորել տարբեր խմբերի ատելության խոսքի կանխարգելման ոլորտում ոչ թե պարզապես իրազեկվածությունը բարձրացնելու, այլ ընդհանուր հարթակներ ձևավորելու համար, որոնք կարող են աշխատել այս խոսքի դեմ պայքարին առնչվող հարցերում, մասնավորապես լրագրողների խմբերի հետ ենք աշխատել եւ ունեցել ենք բազմապիսի քննարկումներ, վերապատրաստումներ լրագրողների հետ։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ լրագրողական համայնքին, որ անկախ նրանից թե ինչ տիպի լրատվամիջոց են ներկայացրել, գրեթե բոլորը համաձայնություն են տվել մասնակցելու եւ շատ կառուցողական մասնակցել են քննարկումներին։ Հատուկ խումբ առանձնացրել ենք ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին, որովհետեւ կրթական համակարգում եւ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից այս խոսքի տարածման դեպքերը նույնպես չափազանց մեծ ծավալ են կազմում եւ առավել մտահոգիչ են, քանի որ մի բան է, երբ օրինակ քաղաքական գործիչն է իր քաղաքական շահերից ելնելով ատելության խոսք տարածում, մեկ այլ բան է, երբ մասնագիտական ակադեմիական համայնքները եւ նաեւ վերջերս համատեղ միջոցառում ունեցանք նաեւ ազգային ժողովի падգամավորների հետ եւ սա էլ կարծում եմ շատ կարեւոր նախաձեռնություն էր ու գրեթե մեր բոլոր հանրային իրազեկման աշխատանքներում եւս մենք ունենք հարցին առնչվող պարտադիր անդրադարձեր, նաեւ հետազոտություն ենք հրապարակել ատելության խոսքին առնչվող գործերի քննության հետ կապված, հատկապես եթե համապատասխան հանցակազմի մասին ենք խոսում, ես ինքս պարբերաբար խոսում եմ նաեւ այս հանցակազմի հետ կապված ոչ այնքան ճիշտ մեթոդաբանություն կիրառելու մասին, այդ թվում իրավապահ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում կան մի շարք դեպքեր, որոնք ես կարծում եմ, որ առնվազն պետք է քրեաիրավական գնահատականի նաև արժանանան, հատկապես կոնկրետ խմբերի, խոցերի վիճակում գտնվող խմբերի թիրախավորելու առումով եւ այլն, այս առումով ես չափազանց կարեւորում եմ բոլոր դերակատարների կառուցողական ներգրավվածությունը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ամենաարդիական խնդիրներին, կարծում եմ Հայաստանում հատկապես այս պահին արդիական են քրեական բարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերը եւ այս առումով ես պարբերաբար բազմաթիվ խնդիրներ եմ արձանագրում եւ կարծում եմ, որ մեր նաեւ հրապարակային հաղորդակցության ծավալն էլ ցույց է տալիս, որ այս առումով մենք իրապես շատ մեծ ուշադրություն այս փուլում հենց ոլորտին դարձնելու կարիք ունենք, որովհետեւ խնդիրները բազմաթիվ են։ Շատ կարեւոր է մշտապես Հայաստանում իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտը, որտեղ իրականում ամբողջությամբ ձևախեղված ընկալումների եւ շատ ձևախեղված պրակտիկայի վիճակ է, հետեւաբար այս ոլորտը միանշանակ պետք է պատշաճ կանոնակարգման ենթարկել, ընդ որում այս համատեքստում նաև կրոնական ազատություններ եւ այլ հարցերը պետք է բնականաբար ուշադրության կենտրոնում լինեն եւ իհարկե ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, հոգեբուժական հաստատություններում զինված ուժերում իրավունքների պաշտպանություն, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն, որը եւս արդիական է, բայց երևի թե այլ դետալների մեջ չմտնեմ, սրանք կհամարեի ամենաարդիական խնդիրները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Եվս երկու հարց ունեմ։ Տեսեք, ես գիտեմ, որ դուք եւ ձեր աշխատակազմը լինում է մարզերում եւ հարցը հենց մարզերի հետ կապված է։ Ինչ ծրագրեր եւ նախաձեռնություններ եք դուք իրականացնում մարզերում բնակվող կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության եւ իրենց իրազեկելու համար, սա մեկ հարց, եւ երկրորդը հաշվի առնելով, որ շատ քաղաքացիներ չունեն իրավական կրթություն կամ հնարավորություն չունեն դիմել մասնագետների, ինչպես եւ ինչ ձևով է կարելի դիմել ձեզ մարդու իրավունքների պաշտպանին
եւ որքանով է այդ գործընթացը հասանելի եւ པարզ հասարակ քաղաքացիների համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան, մարզերում այո շատ հաճախ ենք լինում եւ ես անձնապես եմ նաեւ լինում այցերի քանակի տեսանկյունից էլ իրապես տարբերություն կա։ Ուզում եմ նշել, որ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որոնք հենց երեխաներին եւ կանանց են վերաբերում եւ աշխատում ենք ոչ միայն նրանց համար, այլ հենց նրանց հետ։ Ուզում եմ հատուկ շեշտադրել, որ այս տարի մենք երեխաների իրավունքների հետ կապված հատուկ մեծ արշավ ենք սկսել հենց տարվա սկզբից եւ պարբերաբար այցելում ենք Հայաստանի մարզային տարբեր դպրոցներ եւ ոչ միայն մարզերում, նաեւ Երևան քաղաքում եւ հենց երեխաներին իրազեկում ենք իրականացնում թե իրավունքների տարբեր բնագավառների, թե նաեւ մի փաստաթության գործառույթների, մի փաստաթություն դիմելու եւ այլ հարցերի հետ կապված։ Սա մեր ուշադրության կենտրոնում է։ Ես ինքս անձնապես եմ երեխաների հետ շատ աշխատում, ավելին ասեմ, երեխաներից նաև բազմաթիվ բողոքներ հենց անձնապես եմ ստանում, հատկապես զգայուն հարցերի հետ կապված, որոնք միգուցե չեն ուզում այլ պետական մարմիններ ներկայացնել, շատ դեպքերում հենց անձնապես այդ աշխատանքի արդյունքում ինձ են ներկայացնում։ Ուզում եմ նաև նշել, որ մենք ունենք երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական խորհուրդ եւ խորհրդի անդամները հենց երեխաներ են եւ երեխաները Հայաստանի տարբեր մարզերից են, իրենք ինչ որ առումով նաև իրավունքների հետ կապված դեսպանների դերակատարություն են կատարում տարբեր միջավայրերում, որովհետև մենք նրանց հետ շատ լուրջ աշխատանքներ ենք իրականացնում եւ իրենք էլ իրենց համայնքներում, նաեւ իրենք են համայնքային խնդիրներ բարձրաձայնում եւ մենք պարտադիր դրանք ներառում ենք մեր բարձրաձայնվող խնդիրների համատեքստում։ Կանանց հետ աշխատանքն էլ իմ առաջնահերթություններից է եւ ես չեմ վարանում դրա մասին խոսել, թեպետ Հայաստանում սրանք ոլորտներ են, որտեղ հատկապես շատ հրապարակային ակտիվ գործունեության պարագայում հաճախ թիրախավորվում է, բայց ես մեկ անգամ եւս կշեշտադրեմ, որ սա իմ գործունեության կարևոր ոլորտներից է, ընդ որում հարցը թիրախավորում եմ տարբեր ձևաչափերով, մասնավորապես նաեւ կանանց խմբերն ենք առանձնացնում, օրինակ իմ մարզային հիմնական այցերի ընթացքում ես պարտադիր հանդիպում եմ նաեւ հաշվանդամություն ունեցող կանանց կամ հաշվանդամություն ունեցող երեխաներ ունեցող ընտանիքների անդամների հետ եւ փորձում ենք հասկանալ նրանց խնդիրները, փորձում ենք թիրախավորել այս հարցերը։ Ազգային փոքրամասնությունների համայնքներում ենք նաեւ կանանց իրավունքների հետ կապված բազմաթիվ աշխատանքներ իրականացնում, նաեւ վերջերս Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ դարձյալ շարք ենք սկսել հանրային իրազեկումների սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետ կապված եւ պարբերաբար մեկնում ենք տարբեր մարզեր եւ ունենում ենք քննարկումներ այս խնդրի հետ կապված եւ նաեւ մի շարք այլ միջոցառումներ, որոնք միգուցե ժամանակն այդքան երկար չէ, որպեսզի բոլորը թվարկեմ, պարզապես կնշեմ, որ շատ կարևոր է, որպեսզի այս հարցերին ուշադրություն դարձնենք, բայց օգտվելով առիթից, քանի որ մարզերի հետ կապված հարց բարձրացրեցիք, գրեթե բոլոր իմ մարզային այցելությունների ժամանակ համարյա բոլոր մարզերում 1-2 հարց կա, որ քաղաքացիները բարձրաձայնում են, հետեւաբար թույլ տվեք օգտվել առիթից եւ խոսել այդ խնդիրների մասին, մասնավորապես հանրային ծառայությունների, այդ թվում անձնագրային ծառայությունների, նոտարական գրասենյակների, հանրային տրանսպորտի ծառայությունների բացակայության խնդիրը, որը չկա գրեթե մարզ, որտեղ այս հարցը ինձ բարձրաձայնված չլինի, այդ թվում նաև մի շարք մարզերում բարձրաձայնվում է կոնկրետ բնակավայրերում դիահերձարանների բացակայության խնդիրը, կոնկրետ բնակավայրերում բժշկական հաստատությունների բացակայության խնդիրը, ինչի արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ հարցեր առաջին բժշկական օգնություն ստանալու կամ միգուցե ոչ առաջին բժշկական օգնություն ստանալու, բայց այնպիսի բժշկական ծառայություններ ստանալու հետ կապված, որոնք այդ բնակավայրում չլինելու արդյունքում մարդկանց համար խնդիրների են հանգեցնում։ Սա շատ կարևոր եմ համարում հենց ազգային ժողովում բարձրաձայնել որպես հարցադրումներ, որոնք պետք է լինեն քննարկման առարկա, որովհետև նաև գիտեմ տարբեր պետական մարմինների պատճառաբանությունները եւ նաեւ պարզաբանումները այս խնդիրները, այդ թվում նոր փոփոխությունների համատեքստում իրականացնելու ձևաչափի տեսանկյունից, մասնավորապես օրինակ անձնագրային ծառայությունների առումով, բայց քանի որ սա գրեթե բոլոր մարզային բնակավայրերում քաղաքացիները բարձրաձայնում են, կարծում եմ, որ պետք է դառնա նաեւ համապատասխան քննարկման առարկա։ Եվ MIP դիմելու հետ կապված մեր թեժ գծի հեռախոսահամարն է 116
շուրջօրյա է գործում թեժգծի հեռախոսահամարը, պարզապես քաղաքացիներին զգուշացնեմ, որ երբեմն միևնույն պահին շատ են լինում զանգերը, որովհետև ահռելի քանակությամբ են զանգերը մեր հաստատություն եւ դրա պատճառով միգուցե առաջին պահից հնարավոր չի լինում արձագանքել, բայց քաղաքացիները հետագայում եւս թե հետադարձ կապ են ստանում, թե իրենք են հետագայում զանգը հարում, նաեւ գրասենյակը հասանելի է Երևան քաղաքի կենտրոնում, Պուշկին փողոցի վրա է գտնվում մեր հիմնական գրասենյակը, ունենք նաև մարզային գրասենյակներ Հայաստանի 5 մարզերում՝ Շիրակի մարզում, Սյունիքի մարզում, Տավուշի մարզում, Լոռու մարզում եւ Գեղարքունիքի մարզում։ Շնորհակալ եմ։ Տիկին Կամոևնա, ավարտեցիք ձեր հարցերը։ Շնորհակալություն։ Համեցեք։ Շնորհակալություն, Տիկին Մանասյան, հարցս հետևյալն է, այ դուք օմբուդսմենի գրասենյակն եք ներկայացնում, օմբուդսմենն եք, այսինքն հենց եւ ուզում էի ճիշտ ասած տեղյակ եք նաև, որ մենք ունենք ֆինանսական հաշտարարի, օրինակ, մարմինը, հա, ֆինանսական հաշտարար գոյություն է Հայաստանի Հանրապետությունում եւ ֆինանսական ոլորտից ընդհանուր առմամբ բանկերից եւ այլն նաև գիտեք, որ դժգոհություններն են շատ սովորաբար քաղաքացիների կողմից։ Այ ես ուզում եմ հասկանալ ֆինանսական հաշտարարի եւ ֆինանսական օմբուդսմենի տարբերությունը, որովհետեւ ինձ մոտ տպավորությունն է, որ ֆինանսական հաշտարարի գործառույթները տարբերվում են օմբուդսմենի գործառույթներից եւ հետեւաբար այո երկուսն էլ գուցե սպառողների շահերի պաշտպանության գործառույթ ունեն կրկնվող, բայց օմբուդսմենի համար